Համեմատաբար նոր գիտության մասին է խոսքը, չնայած այս արագ զարգացող աշխարհում արդեն դժվար է հին ու նոր անելը, հա, բայց մի գիտության մասին, որը նախորդ դարի կեսին է ծագել, հա, Միացյալ Նահանգներում։ Ու ընդամենը մեկ հոդվածով 1948 թվականին հիմք է դրվել այս գիտությանը, հա։ Այստեղ տեսնում եք, որ կոմունիկացիան, ինֆորմացիայի տեսությունը միանգամից ասենք զուգահեռեցինք, հա, այս սլայդում կոմունիկացիայի գիտության հետ։ Այս կոմունիկացիան ոչ թե այն իմաստով, որ մարդը մարդու հետ հաղորդակցություն, հոգեբանություն կամ նման ոլորտներ, այլ ուղղակի ինֆորմացիայի կամ տվյալների փոխանցման, կավելացնեի նաև պահպանման մասին, ընդհանրապես որ data transfer ենք ասում, փոխանցում, միշտ իմացեք, որ դրա տակ հասկանում ենք նաև պահպանումը, որտեղ պահպանումն էլ փոխանցման մի ձև է, հա, օրինակ ձեր կոմպյուտերի մեջ ինչ-որ ֆայլ, հա, քաշել պահպանելը, դա տարածության մեջ, հա, եւ ժամանակի ընթացքում փոխանցման գործողություն է տվյալների։ Լայն իմաստով transfer-ը կամ փոխանցումը, ուրեմն այս գիտության նյութն է լինելու։ Ըստ մեկ Շենոնը մահացել է 2001 թվականին, շատ երիտասարդ տարիքում է թողել գիտությունը, ոնց որ Bell Labs-ում, հիմա դրա մասին կխոսենք, մի քանի գիտության հիմք դրեց, հետո շատ արագ կարիերան ավարտեց, կրիպտոգրաֆիան, նույնիսկ ժամանակակից reinforcement learning-ի, հա, մեքենայական ուսուցման այդ ուղղության մասին լսել եք, զբաղվող մարդ կա մեքենայական ուսուցմամբ, պրակտիկ, հա, կան, դա համարվում է նաև, որ reinforcement learning-ի հիմնադիրն է, ոչ միայն կրիպտոգրաֆիայի և ինֆորմացիայի տեսության, իսկ կրիպտոգրաֆիայի մասին լսել եք, ինչ է անում կրիպտոգրաֆիան, ինչն է թեման, ծածկագրաբանությունն է հայերեն, եթե համաձայնեք այդ թարգմանության հետ, հա, ինֆորմացիան ծածկելու, քողարկելու, encrypt անելու մասին է խոսքը, որպեսզի օտարաչքը, ասենք, տեղեկատվություն չստանա փոխանցվող ինֆորմացիայի կամ պահպանվող ինֆորմացիայի մասին։ Okay։ Այն հոդվածը, որի մասին ասեցի, սա է։ Եթե վերնագրի մեջ արդեն նկատեցիք, Շենոնն ասում է, այս գիտությունը ոչ թե միակ մաթեմատիկական տեսությունն է, հա, կոմունիկացիայի մասին, հա, այս A-ը շատ կարևոր է, առաջարկում է մաթեմատիկական տեսություն կոմունիկացիայի հարցը, տվյալների փոխանցման ու պահպանման հարցը քննարկելու համար։ Դուք էլ կարող եք ձեր առաջարկել, դրա համար է այս a mathematical theory of communication։ Հետո կյանքը ցույց տվեց, որ սա հենց այն մաթեմատիկական տեսությունն է, որ պիտի դրանից հետո ծաղկի, բարգավաճի, տեխնոլոգիաների հիմքում մնա ու մինչ այսօր նպաստի, ուրեմն կապի տեսության, դա էլ մյուս հոմանիշն է, կապի տեսություն էլ կարող ենք ասել ինֆորմացիայի տեսությանը, զարգացմանը։ Տեսեք, 48 թիվ Bell Labs-ի տեխնիկական ժուրնալը այն ժամանակ հայտնի ոնց որ բաներ, հա, նյութերի ժողովածու, այստեղ տպագրվում էին դարակազմիկ բաներ, հա, նյութեր եւ ընդհանրապես այդ պատերազմական շրջանում գիտություններ էին ծաղկում Bell Labs-ում։ Ինքը հիմա Nokia-ի դարել է մի բաժանմունք, հա, եթե Google անեք, մի քիչ ուսումնասիրեք, բայց այդ կարգի կարևոր կենտրոն է եղել։ Այստեղ ես նշել եմ, թե օրինակ 20 թվականի հունվարին, որ նայել եմ, քանի
հղում ուներ այս հոդվածը, հա։ Պարզ է, այս թվերը կարող են ճշգրիտ չլինել, նույնիսկ երեկվա նայած իմ թիվը կարող է չլինել ճիշտ, սա GPT-ն ասեց, էլ չեմ ուզում խորանամ, թե ոնց է հաշվել, բայց զուտ դինամիկան նայեք, թե ինչ հղումների քանակ է ապահովել այս մի հոդվածը, որը այդքան էլ հեշտ ընթերցնելի բան հոդված չի, բայց իր զուտ նշանակությամբ տարբեր բնակավարներից հղում է բերում 120,000, 170,000, 5 տարվա տարբերությամբ, 1 տարվա տարբերությամբ 23,000 աճ, հա, այսպես բան չի լինում աշխարհում, հա, գիտության մեջ։ Մի խոսքով, ուրեմն հիմնական մեսեջը ինչ էր, որ կապը ոչ թե ուղղակի տեխնիկական իրականացում է, այլ դրա տակ պետք է մաթեմատիկական մոդելավորում դնել, որպեսզի լավ հասկանալ, թե ինչ է տվյալների փոխանցումը, ինչու՞մ է պրոբլեմատիկան եւ ինչ նպատակներ կարելի է դնել եւ արդյոք կան սահմաններ, որ դրանից լավ չի կարելի հաղորդել, պահպանել, հա։ Եվ եթե այդ սահմանները կան, ինչպես հասնենք դրանց, հա։ Մինչ այդ համարվում էր, նույնիսկ ասենք օվկիանոսից օվկիանոս արդեն կաբելը գնում էր, հա, երկու մայրցամաքների միջև կապ կար, հա, հեռախոսային։ Բայց դա համարվում էր տեխնիկական իրականացման խնդիր, այսինքն լարի ես ծայրից սիգնալ ուղարկում ես, այն ծայրից ընդունում են, հա, ուրեմն քո նամակը տեղ կհասնի Եվրոպայից Ամերիկա։ Օրինակ 5 կինոներից հիշում եք, թե ոնց էին հաղորդում տվյալները, ինչ սիստեմ էր, կհիշեք, անուն, օպերատորները նստած, ուղղակի սիգնալ էին, չէ, փոխանցում տարբեր տևողությամբ, այդ մորզեի այբուբեն, հա, այսինքն համարվում էր, դե ունենք, պայմանավորվել ենք երկու կողմում այբուբենը ինչ է, եթե նամակ ունեմ քեզ փոխանցելու, ապա պայմանավորված կոդային բառերով, կոդ բառն էլ արդեն ձեռքի հետ մտցրեցինք, հա, կփոխանցեմ, դու էլ գիտես, հա, ապա կոդավորման, դա էլ արդեն հասկացություն ինֆորմացիա տեսչան, կոդավորում, ապա կոդավորում, կվերծանես հաղորդագրությունս, վերջապ, կապը հաստատված է, երկու կողմերը գոհ շնորհակալ են, հա, բայց պարզվեց, որ իրականում այստեղ խիստ ինտենսիվ մաթեմատիկայի կարիք կա, որովհետև այն նախնական պատկերացումները, որ դա միայն տեխնիկայի ու բանը, հա, զուտ իրականացման հարցը, այդքան էլ այդպես չի։ Այսինքն, այդ նշանակում է, որ ինչ եղավ, պիտի հաշտվենք նրա հետ, թե ասենք տվյալները փոխանցելիս սխալ տեղ ունեցավ։ Եղավ, լինում է, հա։ Հիմա ոնց որ այս տեսությունը ասում է, այդ սխալը կարող է չլինել, այդ սխալը կարող է ուղղել լինի, մինչև օգտատիրոջը փոխանցել, եւ այդ սխալի աղբյուրը պետք է հասկանալ, հա։ Եվ եթե մաթեմատիկական ինչ-որ ապարատ դնես տակը, այդ կապը հաստատելու ընթացքում, այդ սխալից կարող ես խուսափել։ Այսինքն եւ կարող ես խուսափել, եւ կարող ես ուղղել, հա։ Եվ կարող ես հասկանալ, իսկ կարող եմ ավելի լավ գործել, հա, իմ ուրեմն մաթեմատիկական ապարատը ավելի լավացնել, որպեսզի կապի որակը բարելավվի, հա։ Հիմա այդ ամեն ինչի մասին կխոսենք հետո։ Բայց այլի ընդհանրական մակարդակում, եթե Շենոնի հոդվածին անդրադառնանք, ինչ է ասում։ Ասում բոլոր փուլերում տվյալների փոխանցման մեջ ինչ որ դրվագներ կան, որոնք մոդելավորման ենթակա են։ Այսինքն տվյալները աղբյուր ունեն, օրինակ information source տեսնում եք, բնական է, հիմա ես խոսում եմ, աղբյուրը արդեն գիտեք ով է, կամ հիմա անձը չի կարևոր, ձայնը, հա, տվյալների աղբյուրը։ Տվյալների աղբյուրից դուրս է գալիս հաղորդագրություն, այդ հաղորդագրությունը ինչ որ այբուբենով ձևակերպվող բան է, չէ՞,
Օրինակ, եթե գրավոր խոսքի դեպքում է, տառեր կան, տառերի հաջորդականություն կա, բառերի հաջորդականություն կա։ Այսինքն կա աղբյուր, դրանից հաղորդագրություն է ծնվում։ Հետո ինքը մտնում է միջավայր։ Մինչև միջավայր մտնել է, կներեք։ Նրան փոխանցող է պետք։ Հա։ Հիմա տվյալ դեպքում ես ուղղակի կապի մեջ եմ ձեզ հետ, հա, օդի տատանումները հասցնում են բառերը ձեզ, բայց ասում եմ կարելի է դիտարկել, օրինակ, այստեղ ինչ որ մի մոդուլ, որ օրինակ կարող է իմ ձայնի որակը լավացնում, հա, կամ երգչի ձայնի որակը լավացնում, նոր է փոխանցում աուդիտորիային, հա։ Վերջը, եթե այդ գործողությունն էլ անում է, դա դառնում է ինչ-որ սիգնալ, հա, ազդանշան, որը միջավայրով պիտի տարածվի։ Ինչ էլ վերցնեք, միջավայրով պիտի տարածվի, այսինքն տարածության եւ ժամանակի մեջ այդ ազդանշանը պիտի ճախրի, հա։ Բայց ասում եմ հաշվի առեք, որ ինչ էլ դիտարկեք, ինչ որ աղմուկ կա, որ խանգարելու է այդ հաղորդագրություններին կամ ազդանշանին։ Հիմա քամու ձայնը կլինի մետրոյում հեշտ եք խոսում, թե գոռում եք, չէ՞, որտեվ աղմուկի ասենք հայտարարակ մակարդակ կա, որ ստիպված եք, հա, շատ մոտ տարածության մեջ գոռալ, հա։ Եվ այլն, խելքին մոտ է, չէ՞։ Կամ եթե պղնձալարով է այդ բանը ազդանշանը տեղափոխվում, հետեւաբար այնտեղ էլ ֆիզիկական սահմանափակումներ կան, որոնք ազդելու են այդ ազդանշանի վրա։ Վերջը ինչ որ ուրեմն հասցեատեր ունի բարձ ազդանշանը, բայց կարելի է էլի դիտարկել այս տրանսմիթերի նման մեկը, որ մի ֆիլտրում անոր է տալիս հասցեատիրոջը, բայց ամբողջ խնդիրը ինչ է, որ այս աղբյուրից ծնված հաղորդագրությունը հասնում է այստեղ, եւ ուզում ենք, որ դա անխափան լինի, որակով լինի, հա։ Բայց տեսեք, բոլոր դրվագներում ինչ որ արդեն երևի նախազգացումը կա, որ մոդելավորման հարց կա էլի, որ կարելի է, հա, ասենք փոխանցել մաթեմատիկական լեզվի, ինչն է շերնա հենց այդ հոդվածում շարունակեց անել։ Okay։ Հիմա այս դրվագների մասին անդադ խոսք է լինելու, քիչ-քիչ ավելի պարզաբանելու ենք այս հասկացությունները։ Այստեղ տեսեք, աղմուկոտ միջավայրում հաղորդագրությունը փոխանցելու մասին է, հա։ Բայց եթե աղմուկ չկա, կարող եմ չէ ասել, մյուս նպատակս էլ կարող է լինել, որ այս աղբյուրից ծնված հաղորդագրությունները, օրինակ, կազմակերպված պահպանեմ, հա։ Աղմուկ չի խանգարում ինձ, բայց չգիտեմ, իմ եղած դոկումենտները, եղած տվյալները, օրինակ, կոմպակտ ձևով ներկայացնեմ իմ կոմպյուտերում կամ իմ, չգիտեմ, այլ պահունակներում, դրան ինչ կանվանենք, տվյալների սեղմում, այդ պահպանումը կարանք ուղեկցենք սեղմումով, չէ, նաև zip եք անում, չէ, բոլորդ էլ։ Ուրեմն այդ դուալ խնդիրներ են, մի դեպքում ուզում եք փոխանցել ինֆորմացիան հուսալի, մյուս դեպքում ուզում եք օպտիմալ պահպանեք, հա։ Այդ հոդվածում նույնիսկ այդ երկրորդ հարցի մասին, հա, անդրադարձ կա։ Երևի այդ տվյալների պահպանման եւ սեղմման մասին մենք ավելի շատ կխոսենք այս դասընթացի ընթացքում, քան այս ամբողջ մի քիչ ավելի բարդ մոդելավորում պահանջող համակարգի, դետալների, այս համապատասխան ուրեմն հաղորդիչի, ընդունիչի ֆունկցիաների եւ այլն, հա, այդտեղ մեզ շատ ավելի ժամանակ ու բան է պետք, ուրեմն խորություն, որպեսզի բոլոր մաթեմատիկական արդյունքները, որ արդեն ստացվել են, նույնիսկ սրանց ընդհանրացումը ցանցերի, որովհետև մենք հիմա ցանցերում ենք ապրում, sense միաչափ, այս ամենապարզ կոմունիկացիոն մոդելն է, չէ՞, ցանցերի մեջ ենք, հա, ցանցերում բա ինչա տեղ ունենում, այդ ամեն ինչը մի քիչ ավելի երկարատև ու խորը մոդելավորման խնդիր է։ Այստեղ հարց կա։
Իսկ արդեն կարող է կանխատեսեք, թե այս ամեն ինչը ինչով է կարևոր օրինակ տվյալագիտության, հա, մասնագիտացման մեջ։ Առաջ անցնելով չենք կարող ասել, որ եթե այս ամեն ինչը չլիներ, օրինակ կլիներ մեքենայական ուսուցման դարաշրջանը, հա, կլիներ արհեստական բանականության դարաշրջանը, եթե մենք տվյալների հետ աշխատելու, մանիպուլացնելու, հաղորդելու տեխնոլոգիաները, մեթոդները չունենայինք, հա, կգար այն դարաշրջանը, որտեղ մենք արդեն այդ ամեն ինչից այնքան ունենք ու այնքան էֆեկտիվ ենք դա կարողանում կառավարենք, որ ասենք գիտելիքի կորզման վրա, հա, բարգավաճենք, ոնց որ հիմա է տեղի ունենում, էլի, հա, այսինքն այս գիտելիքի կորզման ուրեմն բումը պայմանավորված է նրանով, որ այս գիտության տված հնարավորությունները դառան իրականություն եւ ամենուրեք, այսինքն տվյալները պահպանելու, փոխանցելու, հա, մեծ հաշվով խնդիր չկա, հա, կա դրանց ծավալները կառավարելու եւ այդ ծավալներից, ասենք, գիտելիք ստանալու խնդիրը, ինչն էլ որ արհեստական բանականության դարաշրջանը, հա, փորձում է անել։ Այս ոլորտի էքսպերտներից մեկը գիտության 50-ամյակին նվիրված, հա, տենց մի հոդվածում նշել էր, որ կարող ենք անվանել, որ մենք ապրում ենք ինֆորմացիայի դարաշրջանում, հա, information age, այսինքն 20-րդ դարը այդ ինֆորմացիայի դարաշրջանի ստարտն էր, դա շարունակվում է, չի վերջացել, հա, տենց էլ կմնա, մինչև, չգիտեմ, այն մյուս դարաշրջանը, որ այդ կարգի, ասենք, հեղափոխություն կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում։ Okay։ Այս նույնիսկ արդեն զվարճանքա, չնայած նոր օգտվեցի, հա, քո ֆլեշից, բայց մի քիչ ավելի ամպային, հա, ենթակառուցվածքներում ենք, չէ, բոլորս էլ գործում, հա, ասենք, չեմ կարծում հիմա օգտվում եք այս դիսկերից, մեկ երևի սրանից եք հիմա օգտվում, բայց այն մնացած զվարճալի իկոնաներն էլ ուղղակի հիշեցնում են, թե ինֆորմացիայի փոխանցման կամ տվյալների հաղորդման հետ կապված ինչ գիտեք, իրականում այս տեսությունը դրանով զբաղվում, այսինքն թույլ է տալիս դա անել ավելի լավ, հա, ռադիո կլինի, Wi-Fi կլինի, Messenger կլինի, email կլինի, տելեկոմունիկացիա կլինի, այդ ամեն ինչի հիմքում այս տեսության մեթոդներն են։ Okay։ Բայց շատ կոնկրետ հիմա հիմնական նյութը, որ նույն հոդվածում Շենոնը ձևակերպեց, դա հետևյալն է, որ այս տեսության խնդիրը հասցեատիրոջ մոտ, ուրեմն ուղարկողի հաղորդած տեղեկությունները մոտավոր կամ ճշգրտորեն վերականգնելը։ Այսինքն, եկեք ստեղծենք տեսություն, որի նպատակը հետևյալն է, որ հասցեատերը կամ ճշգրիտ, կամ մոտավորապես պիտի ստանա այն ինչ որ ուղարկվել է։ Հիմա եկեք քննարկենք, դա ոնց է հնարավոր անել, ինչ խանգարիչ հանգամանքներ կան, ինչ մոդելներ կառուցենք, որ դրանք հաղթահարենք եւ հնարավորինս հուսալի անենք այդ ամեն ինչը։ Այս կհիշեք։ Շատ լավ։ Հիմա նորից շարունակելով, հա, մի քիչ փիլիսոփայական զեղումները կամ հիմնավորումը ինչի է պետք սրանով զբաղվել։ Մինչև այդ գիտության ծագումը ընդհանուր ուղղակի հավատ կար, որ ասենք անհնար է ինֆորմացիա ուղարկել ինչ որ արագությամբ, հա,
որի սխալի հավանականությունը կարելի է զրոյացնել։ Այսինքն համարում էր դե որ ինչքան կարողացանք, պարտադիր չի որ այդ սխալի, հա, հաղորդելու սխալի հավանականությունը լինի 0 կամ որակը լինի ընդունելի։ Թե հնարավոր չի ընդունելի սարքել, այդքան է մեր հնարավորությունը, այսինքն այդտեղ մենք մտածելու բան չունենք, այսքան է թույլ տալիս տեխնոլոգիաները։ Հիմա Շենոնը եկավ եւ այդ նույն հոդվածում նաեւ ապացուցեց, որ եթե այդ մաթեմատիկական մոդելավորում անում ենք, կարելի է մի հատ սահմանից ներքև արագությամբ հաղորդել տեղեկությունները, որի պարագայում սխալի հավանականություն, այսինքն որ հասցեատերը անսխալ կստանա հաղորդագրությունները, կարելի է ասիմպտոտիկ ռեժիմով սարքել 0։ Իսկ եթե խելացի լինել, ինչքան երկար հաղորդագրություններ սկսենք ուղարկել, այնքան դրա հասցեատիրոջ մոտ սխալ ստացվելու հավանականություն գնալու է 0։ Այդ է անակնկալը ոնց։ Այսինքն ասում եմ, կարելի է մաթեմատիկայի միջոցով անել, ոչ թե որ պղնձի լարը ինչ թողեց, հա, իր հույսին մնանք։ Ավելի ուշ կտեսնենք, ուրեմն դա անակնկալներ։ Այսինքն հիմնավորեց ինչի է պետք է մաթեմատիկական մոդելավորում անել, գիտություն սարքել, էլի, հա։ Խնդրեմ։ Հա, արագությունը կարևոր է, որովհետև արագությունը եւ բանը սխալի հավանականությունը կախված են դրա համար trade-off-ի հարցը այստեղ, այդ trade-off-ն էլ trade-off-ի մասին էլ կխոսենք, իրականում առաջանցնելով չնայած հեսա ունենք չէ սլայդում channel capacity գաղափարը կապուղու, հա, կապուղու ունակություն հայերեն ասենք, այդ կոմունիկացիայի համակարգը որ տեսանք, այդ կապուղու մոդելներ, հա, դա Շենոն ասում է որ այդտեղ մենք մի հատ բնորոշիչ բան ունենք, հասկացություն, կապուղու ունակություն, որ դրանից ներքև ամեն ինչ լավ է, դրանից ներքև հուսալի հաղորդում կարող ենք կազմակերպել, բայց դրանից վերև չենք կարող, հա։ Այդ պնդումը, այդ ուրեմն միտքը ունի կոնկրետ մաթեմատիկական բանաձև, որը կքննարկենք։ Եվ այս վերջի ուրեմն հա նախադասության հետ կհամաձայնվեք, չէ, որ այդ ունակությունը ինչից կախված պիտի լինի նոյզը կապուտով է, հա, ընդգծված։ Իսկ եթե աղմուկը չլինի, իդեալական միջավայր է, ոչ մի բան չի խանգարի կոմունիկացիային, հա։ Հա, ուրեմն այս կախված է սրանից, բայց ոնց է կախված, բանաձևը տվեք, հա, հա, դա իմաստը շարունակելու սրանով զբաղվել։ Շատ լավ։ Դե եթե այդպես է, ուրեմն ցանկացած ուրեմն process, խոսք կլինի, երաժշտություն կլինի, որը կարելի ասել ինչ-որ իմաստով պատահական process է, մենք չգիտենք, չէ, դուք չգիտեք հիմա ես իմ հաջորդ թոքենները, որ բերանիցս դուրս է գալու, ինչ է լինելու, կարելի է անվանել, հա, պատահական process իմ խոսքը, նույնը երաժշտությունը, ինչ-որ մի անկրճատելի բարդություն ունեն, հա, որը կապված է հենց այդ process-ի հատկանիշների հետ, հա, դա էլ դրա մասին էլ ուրեմն նույն հոդվածում խոսք գնաց։ Այդ անկրճատելի բարդությանը անուն տվեց էնտրոպիա, որը թերմոդինամիկայից է գալիս, եթե, չգիտեմ, ուսումնասիրել եք թերմոդինամիկա, ծագել է Կլաուզիուսի հա, աշխատություններից մեկից, բայց իր նաիվ, հա, ուրեմն ձևակերպամբ, մաթեմատիկական, Շենոնը օգտագործեց ու կոնկրետ ընդհանրացրեց բանաձևը տվեց օգտագործելու համար, թե այդ ինչ է, այդ ինչ բարդություն է, որ ասենք այդ
ինֆորմացիայի աղբյուրին բնորոշումը, հա։ Դա կքննարկենք։ Եվ կապեց իրար էնտրոպիան, հա, այդ random process-ի, այդ պատահական process-ի բարդությունը եւ այն կապուղու ունակությունը, ասեց, եթե աղբյուրի էնտրոպիան փոքրական համապատասխան ուրեմն կապուղու ուրեմն ունակությունը ասիմպտոտիկ ռեժիմում առանց սխալի հավանականության ուրեմն կոմունիկացիա կարելի է կազմակերպել, հա, այսինքն աղբյուրը բնորոշեց ինչ-որ մի բարդությամբ, կապուղին բնորոշեց ինչ-որ մի ուրեմն հատկանիշով, հա, մի դեպքում էնտրոպիա, մի դեպքում ուրեմն ունակություն ու կապեց դրանք իրար, այսինքն որ ստացվեց ամբողջական պատկեր, որ մենք ինֆորմացիայի աղբյուրի համար ունենք հասկացություն մաթեմատիկական, կապուղու համար ունենք հասկացություն եւ դրանք ոնց են իրար հետ աշխատում, դա էլ ունենք։ Okay։ Ես այս զեղումները անում եմ նրա համար, որ ուղղակի այդ պատկերը սկզբից ամբողջական լինի ձեր մոտ, որ հետո որ անցնենք կոնկրետ ինչ-որ մաթեմատիկական ձևակերպումների, իմաստները արդեն տեղում լինեն, էլի, հա։ Okay, հա, որ ծավալվում ենք այս ուղղությամբ։ Շատ ավելի ուշ Կոլմոգորովը, հա, 65 թվականին, հետո նաև Չեյտինը եւ Սոլոմոնովը Ամերիկայում օբյեկտների կամ հաջորդականությունների բարդության մասին սկսեցին խոսել, այսինքն առաջարկեցին չափելու մեթոդ։ Օրինակ 0,1-երի հաջորդականություն ունեք։ Ոնց տարբերեք մի հաջորդականությունը մյուսից իրենց բարդության իմաստով։ Մտքեր կան, փերքենք Կոլմոգորովին կամ հաստատենք։ Կոլմոգորովը ասեց հաջորդականության բարդությունը, բարդության աստիճանը կհամարեմ այն ծրագրի, կոմպյուտերային ծրագրի կոդի երկարությունը, որը նկարագրում է, թե ինչպես ստանալ այդ հաջորդականությունը։ Հա։ Այսինքն պատկերացրեք անընդհատ կրկնվող 0,1, 0,1, 0,1 1000 անգամ։ Հաճելի հաջորդականություն չի ինքը։ Հաճելի է, չէ, բնորոշելու իմաստով կամ իրան նկարագրելու իմաստով։ Ինչ պետք է գրեք for in հավասար է 1-ից 1000, հա, repeat ինչ 0,1 Այսինքն կոդս այսքան եղավ։ Հիմա որ սկսեմ այդ 0,1-երը խառնել, ոչ ռեգուլար նմուշներ մտցնել, հա, վարքագծի մեջ այդ հաջորդականության։ Ձեր կոդի հետ ինչ կլինի, որպեսզի ասենք վերարտադրեք այդ հաջորդականությունը։ Կարող է կոդի երկարությունը դառնա ավելի մեծ։ Այսինքն ստացվում է ինչքան ոչ ռեգուլյար հաջորդականություն ունենք, այնքան դրա բարդությունը մեծանալու է։ Կոլմոգորովի առաջարկը այդ էր։ Այսինքն, այլ կերպ ասած, մենք հաջորդականությունների համար ուզում ենք գտնենք ամենակարճ ներկայացումը կամ նկարագրությունը, հա, minimal description length։ Ճիշտ է։ Այս ձեզ ինչ է հիշեցնում։ Ինֆորմացիան այնքան կոմպլեքս ունենք, որ սխալ։ Հա։ Այսինքն, այն մյուս խնդրին եկանք, որ ասում ենք, ուզում ենք ինֆորմացիան պահենք, բայց կազմակերպված կամ ավելի կոմպակտ պահենք, այսինքն ենթադրենք սեղմման, հա։ Եթե կարողանամ ինձ տված ինֆորմացիան հաղորդագրությունը 0,1-երի հաջորդականությունը կոպիտ ասած ամեն ինչ գալու է 0,1-ին, չէ՞, այդ գոնե գիտեք, չէ՞, computer science-ի դասերից։ Ուրեմն եթե այդ բարդության մոդելավորումը ունենամ ու կարողանամ ըստ դրա մինիմալ նկարագրական երկարություն գտնեմ, կստացվի, որ ես կառուցեցի սեղմման ալգորիթմ, իմ նախնական հաջորդականությունները կամ ինֆորմացիան հակիրճ կներկայացնեմ։ Դա կլինի, ասենք, տեսություն, որին, հա, պիտի ասենք data compression, հա, դա էլ եք շատ լսել։ Շատ լավ։
Հետո պարզվեց ավելի ուշ, որ իրականում այն ինչ որ Շենոնը էնտրոպիա է կոչում, հա, աղբյուրի մասին, Կոլմոգորովը հաջորդականության մասին բարդություն, արդյունքներ ստացվեցին, որ դրանք համարժեք բաներ են, այսինքն եթե աղբյուրը ուրեմն որոշակի էնտրոպիա ունի, որը դեր է խաղալու այդ աղբյուրի հաղորդագրությունները սեղմելու մեջ, այդ շատ նման է, որ Կոլմոգորովի մեթոդով, հա, այդ հաջորդականությունը կամ աղբյուրի մեսիջը ուրեմն սեղմենք, այսինքն նկարագրենք կոմպյուտերային մինիմալ կոդով, հա։ Այս ուղղակի ես հղումներ եմ տալիս, որ եթե հետաքրքրվում եք, նաև նայեք, հա, ասենք, այստեղ արդյունքներ կան, որ կարելի է Կոլմոգորով եւ Շենոն ուրեմն տեսություն հարաբերությունների հարցը արձաբանել, հա, խնդրում եմ։ Նորից այդ Շենոնի ու Կոլմոգորովի համատությունը կասեք, Տեսեք, այս բանին մենք abstract մակարդակում ենք խոսում դրա մասին։ Նախորդ սլայդը ինչի մասին էր, որ կա աղբյուրը բնորոշող, Շենոնը ցույց տվեց, որ կա աղբյուրը բնորոշող անկրճատելի մի բան, հա, որին անվանենք էնտրոպիա։ Կգրենք ֆորմուլան, հա, շուտով։ Հիմա Կոլմոգորովն էլ մյուս կողմից ասաց, ես աղբյուրը կամ հաղորդագրությունը կամ հաջորդականությունը կբնորոշեմ այլ կերպ, կոմպյուտերային ծրագրի երկարությամբ, հա, երկուսն էլ նույն բանի մասին են։ Մեկ ուզում է կրճատի, հա, մեսիջը այնպես որ իր իմաստն ու չգիտեմ, հա, բանը, ուրեմն փոխանցած հա, միտքը չկորցնի, մյուսը էլի նույն բանն է, ուզում ասում կիլոմետրանոց բան չեմ ուզում հաղորդագրություն, հաջորդականություն պահեմ, ավելի լավ է պահեմ այն ֆորցիկլը, որի մասին նոր ասեցինք, հա, որը լավագույն ներկայացումն է այդ բանի հաջորդականություն։ Այդ հետո սկսեցին արդեն հայտնվել արդյունքներ, որ այդ նույն բանի մասին է, իրական որ օբյեկտը բարդ է կամ հաջորդականությունը բարդ է, կարող ենք բնորոշել եւ էնտրոպիայով եւ Կոլմոգորովի կոմպլեքսիթիով, հա, այդ համարժեքության արդյունքները ստացվեցին։ Դրա մեջ խորանալու համար լրացուցիչ ճանապարհ անցնենք էլի։ Զուտ ասում եմ, որ թե հետաքրքրություն ունենաք, որտեվ եթե գուշակեցիք Շենոնը, ինչա, մի տեսակ հավանականային ապարատի մասին է խոսում, քանի որ ասացինք ինֆորմացիայի աղբյուրը, հա, բանը, պատահական process-ը։ Կոլմոգորովը ոչ պատահական բանի մասին չի խոսում, ասում է, ինչ տեսնում եմ, օբյեկտ է, հաջորդականություն է, եւ այլ տեսանկյունից է մոտենում իրան, ասենք, կրճատելու կամ ներկայացնելու, հա, մասին։ Քիչ-քիչ ավելի པարզ կլինի, էլի, երբ որ խորանանք գոնե առաջինի մեջ, բանի, հա, նկատի ունեմ էնտրոպիայի դերի մեջ տվյալները ներկայացնելու հարցում։ Okay։ Հիմա զուգահեռները շարունակվում են։ Եթե տեսակ, ուրեմն գործ ունենք ինչ-որ արդեն իսկ հավանականային եւ վիճակագրական ինչ-որ բանի հետ, աղբյուրը հավանականային, հա, process-ը, հետեւաբար նաեւ ուրեմն վիճակագրության տանող ուրեմն բան ենք տեսնում, հա, ուղղություն եւ ստացվեց այնպես, որ ինֆորմացիայի տեսության ուրեմն առաջարկած հասկացությունները թվարկված են հայ, այստեղ էնտրոպիան, հարաբերական էնտրոպիան, փոխադարձ ինֆորմացիան, կտեսնենք դրանք ինչեր են։ Սկսեցին լայնորեն նաև օգտագործվել վիճակագրության մեջ, ել չեմ ասում մեքենայական ուսուցման մեջ, ել չեմ ասում արհեստական բանականության մեջ, հա, եւ որոնք բոլորն էլ հենված են բաշխման, հա, հավանականային բաշխման հասկացության վրա, առանց դրա չկան այս բաները, այս կոնցեպտները։ Այս էլ մյուս առնչությունն է։ Կոնկրետ ասենք, վարկածների ստուգման օրինակներ են բերել, որ եթե ուզում ենք
օրինակ վարկածների ստուգման խնդիրը լուծել եւ այդտեղ սխալի հավանականություն չափել, այդ ինֆորմացիայի տեսության տված օրինակ այս հասկացությունը հարաբերական էնտրոպիան կամ Kullback-Leibler-ի, հա, դիվերգենցիա լսել եք։ Հաստատ օգտագործում եք, չէ՞, մեքենայական ուսուցման մեջ։ Շատ դեպքերում կուրորեն չգիտեք այնտեղ ինչ է հաշվում, ոնց է հաշվում եւ այլն, նույնն է էնտրոպիայի կամ փոխադարձ ինֆորմացիայի մասին, ամենուրեք են օգտագործվում մեքենայական ուսուցման մեջ։ Այդ սխալի հավանականության ցուցիչը ուղղակի այս տեսքն ունի, սրանով արտահայտվող հասկացությունը։ Ուրեմն կարող ենք փիլիսոփայական մի քիչ դաշտել մտնել, կհիշեք Օկամի ածելի պատմությունը, Օկամի ծանոթ եք։ Okay։ Ծանոթացեք Վիլյամ Օկամին, հայտնի է այս ուրեմն արտահայտությամբ, որի իմաստը ինչ է, որ անհիմն իմաստ չունի, հա, բազմապատկել, հա, պատճառները, քիչ բարդ է հնչում, հա, կամ հասարակ լեզվով ասած պարզագույն բացատրությունը լավագույնն է։ Հիմա այդ չի հնչում, այն ինչ որ Կոլմոգորովն է ասում, պարզագույն կամ ամենակարճ կոմպյուտերային կոդը լավագույն ներկայացումն է հաջորդականության։ Կամ կտեսնենք, հա, ավելի կոնկրետ աղբյուրը կամ հաղորդագրությունները աղբյուրից ծնված սեղմելու լավագույն այդ չափ կա, որին էնտրոպիա ենք անվանում, դրանից ավել սեղմել հնարավոր չի, այլապես ինֆորմացիա է կորցնում։ Ասել մյուս, հա, մի քիչ ավելի հեռակա զուգահեռ, որ գրականության մեջ կտեսնեք ու այն հիմնական դասագիրքը, որի վրա մեր ծրագրում հղում ենք անում, հիմա կխոսենք, հա, դասընթացի պլանի մասին, այս տեսակ բաներ ներածականում քննարկում է, եթե հետաքրքրություն ունեք, կարող եք խորանալ, հա, այս զուգահեռների մեջ։ Զուգահեռները կարելի է թվարկել ֆիզիկա, տնտեսագիտություն, մեքենայական ուսուցման մասին արդեն ասեցի, ելի կխոսենք դասընթացի շրջանակներում, բայց ցանկը կարելի է շարունակել ուղղակի։ Ամենուրեք ներկա են ինֆորմացիայի տեսության տված մեթոդներն ու հասկացությունները։ Հիմա կասեք Հայաստանում բա ինչ կա, չկա այս առումով։ Շենոնի 100-ամյակին ամբողջ աշխարհում կոնֆերանսներ էին, հա, մենք էլ մի փոքր կոնֆերանս ունեցանք, այստեղ այս հղումով կարող եք ծանոթանալ մեր գոլեգաների հետ միասին Եվրոպայից ժամանած ու փոքր ժողովածու հրապարակեցինք, ինչի նաև Հայաստանում, քանի որ որոշակի դպրոց Հայաստանում էլ գոյություն ունի, եթե էկոհամակարգի իմաստով կուզեիք իմանալ, ինֆորմատիկայի ինստիտուտը ավելի ճշգրիտ ուրեմն ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտը, հա, Գիտությունների ազգային ակադեմիայի ուրեմն պատմականորեն ունեցել է բաժանմունք, մինչ օրս էլ կա, որին ես նաեւ ասոցացված եմ, որտեղ ինֆորմացիայի տեսության խնդիրներով ու հիմնարար խնդիրներով զբաղվել են եւ այնտեղ աշխատել են ուրեմն չգիտեմ լսել եք թե չէ Վարշամովի սահմանի մասին, ասենք ակադեմիկոս Վարշամովը, պրոֆեսոր Եվգենի Հարությունյանը, մեկը շատ առաջինը հայտնի է կոդերի կառուցման, հա, կոդ բառը երկրորդ անգամ է հնչում, այսինքն այս մաթեմատիկական ապարատի հիմքում կած հիմնական հասկացությունն է, թե ոնց պիտի տվյալներ փոխանակենք կամ սեղմենք, հիմնարար սահման է տվել
շատ դասական պատմական արդյունք է, Վարշավովի սահման կարող եք նայել։ Նույնը վերաբերում է Եվգենի Հարությունյանին, որը հանդես է եկել ուրեմն իր սահմանով կապուղիների ուրեմն ունակության եւ սխալի հավանականության կապի մասին։ Այս ինստիտուտի այդ երկու բաժինները հայտնի են մինչև հիմա էլ գրականության մեջ շատ ակտիվ հղումներ կան այդ երկու գործիչների ուրեմն համապատասխան արդյունքների վրա կարող եք լրացուցիչ ծանոթանալ։ Եվ Եվգենի Հարությունյանն իմ գիտական ղեկավարն է եղել, հա, միասին ուրեմն այս գրքով ենք ժամանակին հանդես եկել, որը ամփոփում է այդ բնագավառի ինստիտուտում զարգացված արդյունքները, ուրեմն ոչ միայն ուրեմն ինֆորմացիայի բուն ինֆորմացիայի տեսության խնդիրների շուրջ, այլ նաև առնչությունը վիճակագրությանն ու վարկածների ստուգմանը։ Եթե ցանկություն ունենաք, ուղղակի PDF տարբերակը կարող եմ տալ, լրացուցիչ ծանոթանալ, բայց մի քիչ ավելի հիմնավոր գիտելիքներ են պետք, մինչև անցնելու այդ խորը մաթեմատիկական ձևակերպումներին, որ այս գրքում կգտնեք։ Շատ լավ, ես սա նախնական sense ուրեմն ծանոթություն էր, թե ինչի մասին է խոսքը գնալու, ինչ առնչություններ կան ուրիշ դիսցիպլինների հետ, ինչու է սա կարևոր data science-ի տվյալագիտության իմաստով եւ Հայաստանը այդ էկոհամակարգում ոնց է ներկայացված, հա։ Հարցեր կան սրա շուրջ։ Ինչ որ մշուշոտ բան կար, բնականաբար մշուշ պիտի լինի, որովհետեւ intro սլայդեր էին, որոնց իմաստը ուղղակի նախանշել, թե ինչ է մեզ սպասվում, հա։ Այդ ամեն մի ձևակերպան հետևում մի մաթեմատիկական թեորեմ ենք դնելու, եթե ուզում ենք խիստ, հա, այդ ուրեմն բանը ձևակերպումը հասկանալ, այդ կարգի բանա պետք, ճշգրտություն, որպեսզի ամբողջապես པարզ լինի, ասենք, ինչի մասին ենք խոսում։ Այսինքն ֆիզիկայի մեջ մենք օգտագործած շեման մետոդներն այս ինֆորմացիոն տեսության մեջ իրեն ոնց որ համաձայնություն այս տարբեր մեկնաբանություններ։ Այո, տարբեր մեկնաբանություններ ունի, որովհետև այստեղ կապի տեսության մեջ ասում է, այս էնտրոպիան կարևոր է ինֆորմացիայի օրինակ սեղման կամ հաղորդման իմաստով, այնտեղ լրիվ ուրիշ իմաստ ունի, հա, թերմոդինամիկայում, չգիտեմ, հավասարակշռություն, Հա, դե այստեղ էլ է քաոտիկության կամ անորոշության չափ, բայց կիրառական իմաստն է տարբեր։ Հա, դե բանաձևը բնականաբար նայած երբեմն, ասենք, այն տարբերակով չի օգտագործվում ինչ որ Շենոնի տված, հա, երբեմն իր օրինակ մի անդամի տեսքով կարող են, ասենք, հղում անել որպես էնտրոպիա, այդտեղ դիզգուշ լինել, բայց զուտեն իմաստով անորոշության չափը արտահայտում, դա ճիշտ է։ Okay, երկու ուրեմն գրավորներով ամփոփենք դասընթացի արդյունքները, այստեղ բոլոր նյութերին, եթե ցանկություն ունեք ծանոթանալ։ Ինքնուրույն աշխատանքը այստեղ նկատի եմ ունեցել հիմնականում այն ինչը որ չենք հասցնում քննարկել, հղումը տալիս եմ գլխի վրա, ասում եմ, խնդրում եմ, ընթերցեք։ Տեղից կարող է առաջանա այն բանը, որ ասենք դուք հարցերով գաք ավելի հետաքրքիր դառնա, հա, զուտ եթե կուզեք իմանալ ֆորման պահելու համար եմ էլ սա այս հոմները այս սյունում դրել, որովհետև ինչքան էլ փորձենք հիմա այս ուրեմն օրակարգի դրվագներին անդրադառնալ, այնտեղ ահագին նյութ կա, որ ինքնուրույն աշխատանք, ընթերցանություն, հա, պահանջում է։ Որ եթե հետաքրքրված եք, իհարկե ողջունելի է, որովհետև դրանից շատ ավելի հետաքրքիր կդառնա մեր լսարանային հանդիպումները։ Okay.
Հիմա որ ուրեմն հանդիպումների վերնագրերով գնանք կամ ուրեմն թեմաների նյութերով կարող է որոշակի էլի մշուշ լինի, բայց ինչ ճանապարհ ենք անցնելու այս 15 շաբաթվա մեջ հիմնական հասկացություններն են քննարկելու ինֆորմացիան ոնց են չափում, ինչ չափեր կան, ինչ դեր ունեն, հա տվյալների մշակման մեջ ինչ դեր ունեն այդ չափերը, ինչ որ անհավասարություններ կան, ֆունդամենտալ արդյունքներ կան, մաթեմատիկական, որ հա տվյալների մշակման ոնց որ հիմունքներն են ձևակերպում, ինչ մեթոդներ կան, որ մեզ ուղեկցում են դեպի ուրեմն տվյալների լավ սեղմում, ինչ մեթոդներ կան, ինչ հասկացություններ կան, որ մեզ հուսալի ուղեկցում են դեպի ուրեմն տվյալների հուսալի փոխանցում, եթե շատ абստրակտ մակարդակում խոսենք, հետո շատ պարզ կոդերի մասին խոսենք, դա ավելի հասկանալի, հա, կլինի հիմա այդ կարգի ձևակերպումը այս առաջի հանդիպմանը, ինչպես սեղմենք, եթե ունենք տվյալներ, կառուցենք ալգորիթմ, որը սեղմում է, լավագույնս սեղմում է ուրեմն հաղորդագրությունները։ Տվյալ դեպքում խոսքը գնա Հաֆմանի եւ Շենոֆանո Էլիասի կոդերի մասին, հետո կանցնենք կապուղի, որտեղ արդեն աղմուկը կա, կապուղու հիմնական հասկացությունների եւ կապուղու ունակության այդ վերաբերյալ արդյունքի մասին կխոսենք եւ կգա այսպեսի դրվագ, որ այն որ ասում է սխալները կարող են ուղղել, սխալը տեղ ունեցել կապի ժամանակ։ Բարձում է պիտի կոդ կառուցենք, որ սխալը ուղղի։ Այսինքն մենք պիտի հասկանանք ստացված հաղորդագրությունից, որ այս բիթը սխալ է, հա? Եվ դա Հեմինգի կոդն է դրա համար պատասխան տալիս։ Շենքել իմանամ չէ ինչ տիպի սխալ է լինի։ Նախ ենթադրում ենք, ասում ենք, եթե այսպիսի սխալ է տեղի ունեցել, ապա ես դա կարող եմ գտնել եւ ուղղել։ Այդտեղ հարցը մի բիթ է սխալվել, մի բիթում է սխալվել, 5 բիթում, 7 բիթում, դրանք տարբեր են, այսինքն դու ենթադրությունը դնես հիմքում, հետո փորձես։ Եթե մի սխալ ուղղող կոդ ես կառուցել ու տեղի ունեցել 5-ը սխալ, կոդը չի աշխատելու։ Այսինքն եթե կոդի հնարավորությունները 1 բիթ սխալ ուղղելն են, չեն աշխատի դրանից ավել սխալների պարագայում։ Այդ էլ տարբեր է։ Լավ, հետո իհարկե այդ վիճակագրության հետ ասոցիացիաները կարող են քննարկել, եթե ժամանակների, մեծ շեղումների տեսություն, վարկածների ստուգում, այդ ամեն ինչը կարևոր է եւ այդ ամեն ինչը ձեր մասնագիտացման մեջ է կարևոր, տվյալագիտության եւ այլն, հա։ Բայց սա հիմա կարող է ձեզ ոչ մի բան չասի, զուտ ուղղակի ընդհանուր առմամբ ինֆորմացիա, թե ինչ թեմաների, հա։ Հա, ստացվեց ուրվագից առաջ գնալու համար արդեն նշեցինք, որ հավանականության տեսությունը էական է, հիմքերում է, որտեղ ինֆորմացիայի աղբյուր, պատահական process, հավանականության հետ գործ ունենք։ Ես կուզեի իմանալ ոնց են հիմքերը հավանականության տեսության գծով, բոլորդ անցել եք հավանականության տեսություն։ Okay. Իսկ կարող է ինչ-որ սլայդների վրայով արագ անցնենք, ինչ-որ հետաքրքիր դրվագներ վերհիշենք, որ հետո խնդիր չունենանք։ Հա։ Շատ լավ։ Ուրեմն արագ եկեք մի երկու բան նայենք, հետո հա արդեն առաջի հանդիպումը կավարտենք։ Քանի որ հիմքում անկած ինֆորմացիայի տեսության, հա, արժի որոշ դրվագների անդրադառնալ եւ ուրեմն նշել, որ այն ինչ որ մենք արդեն նշեցինք որպես կոմունիկացիա կամ կապուղի եւ այլն, այդ ամենը հավանականային բնույթ ունեն եւ հետեւաբար պիտի խոսենք հավանականության տեսության լեզվով։ Okay.
տրիվիալ բաները անցնում եմ, չէ՞։ Փոխվում է ձեր մոտ։ Չեմ հասկանում ոնց է աշխատում։ Իսկ սենց Սենց բաների վրա կանգնել իմաստ ունի։ Չունի։ Լավ։ Եկեք տեսնենք ինչը կարող է հետաքրքիր լինի։ Այստեղ անկախություն, գաղթյալություն հասկացությունները կարևոր կլինեն մեր նյութի տեսակետից, հա։ Բայց հուսով եմ, որ այս բանաձևին ծանոթ եք, անկախությունը հասկանում եք ինչ է, այսինքն այս պայմանական հավանականությունը հասկանում եք, հա, ինչ ասեմ, այս ինչ որ գրված է այստեղ, ամեն ինչ պարզ է, հա, տրված Y1 եւ 2 իվենտների համար։ Համատեղ հավանականությունը շատ կարևոր բան մեզ համար։ Համաձայն եք սրան, հա։ Համաձայն եք նաև սրան։ Այս բաներին համաձայն եք, Բայեսի օրենքը անցել եք, շատ լավ։ Okay։ Անկախությունը գիտեք, որ արտադրյալ է, չէ՞։ Հիմա այստեղ մի սխալ կա։ Independence of B from up till-ն երկուսն էլ այա գրած։ Սրա հետ էլ եք համաձայն, չէ՞։ Շատ լավ։ Այն ինչ որ ասում էի երեք ուրեմն պատահույթների համար։ Տեսեք։ Երեք իրադարձություններ ABC-ն, ասում ենք անկախ են։ Հա։ Հիմա համաձայն եք, որ այսպես պիտի գրենք, հա։ Անկախ են, եթե ասել եմ 3 անկախ են, ուրեմն այս զույգը վերցնեմ անկախ է, այս զույգը վերցնեմ անկախ է, այս զույգը վերցնեմ անկախ է, բայց այդ դեռ քիչ է, եռյակը վերցնեմ։ Բայց մեր գոլեգան ասաց ուղղակի սա տեղի ունենա հերիքա, չէ՞։ Ուրեմն դից զգուշ լինենք տենց բաներից, էլի, որտեղ հետո կարող է արդյունքներ ստանալից, ասենք ուղղակի սխալ տեղի ունենա։ Զույգ-առ-զույգ անկախությունը հերիք չի, որ պնդենք, որ եռյակը անկախ է նախորդ օրինակում։ Հա, այստեղ պարզ օրինակ է մոդելավորված։ Երկու ուրեմն արդար բան ունեք, մետաղադրամ, որ նետում եք, հա։ Այով այն իրադարձությունն եք սահմանում, որ առաջինը ուրեմն գլուխ անկել, հա, կամ չգիտեմ ինչ եք ասում պատկերով, հա, մարդու պատկերով կողմին, երկրորդն էլ բենել, ուրեմն երբ որ երկրորդ դիրքում է նույնը հայտնվել։ Հիմա եթե հավանականությունը A-ի ու B-ի հաշվեք, 1/2 լինի, չէ, այդտեղ կասկած չկա։ Հա, անկախ փորձարկումներ են, արդար ուրեմն մետաղադրամի։ Իսկ սրա հավանականությունը կարող եք, չէ, չափել։ Որ ասում է համ առաջի դիրքում լինի հետը, համ երկրորդ դիրքում լինի։ Ինչքան կլինի։ Ոնց պիտի բանալեք, եթե ընդհանրապես սիրում եք սենց նայել։ Ասում եմ, և առաջինում լինի 1, և երկրորդում լինի 1։ Քանի տարբերակ կա։ Հա, որտեղ 1/4 է, չէ՞։ Հիմա եթե C-ն սահմանեք որպես առաջինի և երկրորդի
դեպքում նույն ելքը ունենալու իրադարձությունը, սա էլ է, չէ՞, 1/2 լինելու։ Իսկ I-ի եւ C-ի համատեղը, այսինքն առաջինում 1 եւ ուրեմն երկու դիրքերում 1 1/4 չի։ Երևի էս էլ 1/4 կլինի, համաձայն եք դրա հետ։ Հիմա որ հաշվենք 3-ի համատեղ հավանականությունը, հա, ինչ է նշանակում, առաջինը 1, երկրորդ դիրքում էլ 1 հայտնվե եւ առաջի եւ երկրորդ դիրքերում 1 են հայտնվե, սա էլի 1/4 պիտի լինի, դա էլ դժվար չի համոզվել։ Բայց սա հավասար չի այդ 3-ի արտադրյալին։ Չէ՞։ Հիմա այս տվերը որ դնեք այստեղ 1/4 չեք ստանալու, հա, ստացվեց որ ուրեմն այս պայմանը խախտվեց։ Հա։ Այսինքն ինչ է ուզում ասի, ասում է A-ն եւ B-ն միասին C-ն սարքում են դետերմինիստիկ, էլի, անորոշություն չկա, մեկը հավանականությունը, հա։ Որն էլ հավասար չի C-ի հավանականությանը։ Այսինքն A-ն ու B-ն միասին C-ի վարկը արդեն թելադրում են։ Հետաբար զույգ առ զույգ անկախությունը 3-ը տոտալ անկախություն չի ապահովում 3-ի համար, հա։ Անցանք ժամանակը։ Լավ, մի երկու կոնցեպտ էլ սենց գնայենք, հետաքրքիր բանը, հա։ Պատահական մեծությունների վերաբերյալ, հետո կսկսենք հիմնական հասկացությունները, էլի, ինֆորմացիայի տեսության։ Շնորհակալություն, ցտեսություն ձեզ։